շատ անգամ մենք մոռանում ենք, բայց մենք ստեղ գալով գալիս ենք ամենասուրբ վայրը Աստծո առաջ։ Ու շատ կարևոր է, որ գալուց մենք պատրաստենք մեր սրտերը, ոնց որ հին կտակարանում Աստված Մովսեսին, իր ծառա Հեսուին ասում է ժողովրդի սիրտը, ժողովրդին պատրաստի, թող իրան գնան լողանան, այդ ժամանակ մարմնով էր, ոնց որ ավելի ֆիզիկական էր։ Թող իրանք մաքրվեն, նոր գան իմ առաջ։ Եվ հիմա նոր կտակարանում այդ մաքրվելը կատարվում է մեր սրտի մեջ։ Դրա համար մենք Աստծո տուն գալուց առաջ պետք է շատ ուշադիր լինենք եւ մեր մտքերը մաքրենք, հիշենք ինչ ենք խոսացել, եթե վատ բառեր ենք խոսացել, եթե սխալ մարդկանց հետ ենք խոսացել, կամ եթե բամբասել ենք եւ չարություն ենք խոսացել, մենք պետք է բերենք մեր սրտերը Աստծո առաջ եւ ասենք Տեր ներիր, պատրաստենք, որտեվ սուրբ վայր են գալիս, ամեն։ Փառք Տիրոջը, այսօր ուզում եմ խոսեմ, սկսենք Մատթեոս 24 գլխից 10-րդ համարից։ Հիսուսն ասում է, եւ այն ժամանակ շատերը կգայթակղեն եւ իրար կմատնեն եւ իրար կատեն, եւ շատ սուտ մարգարեներ դուրս կգան եւ շատերին կմոլորեցնեն, եւ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառի, բայց ով որ մինչեւ վերջ համբերի նա կփրկվի։ Այստեղ Հիսուսը զգուշացնում է մեզ, որ վերջի ժամանակների նշաններից մեկը այնա լինելու, որ մարդիկ շատերը կգայթակղեն, անգլերեն բառում եւ շատ թարգմանություններում հունարեն ես նայել եմ գայթակղել բառը գալիս է հենց offended, կվիրավորվեն։ Եվ այստեղ Հիսուսը progress է խոսում, երբ որ մարդը վիրավորվում է, դրա հաջորդ քայլը լինում է մատնելը եւ հետո ատելությունը։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ սա եկեղեցի չմտնի եւ մեր մեջ չմտնի, որովհետեւ այս խոսքը, որ Հիսուսը ասում է շատերը, ես ա նույնպես նայեցի շատ հոմանիշ եւ սինոնիմ բառեր գրած է մեծամասնությունը, majority։ Երբ որ սա ասում է մեծամասնությունը, դա մեզ մտածելու տեղ է տալիս, որ դա մեզ չկպնի, որովհետեւ շարունակություն ասում է շատ սուտ մարգարեներ դուրս կգան եւ շատերին կմոլորեցնեն։ Սուտ մարգարեներ, այսինքն ինքնակոչ պրոֆետներ կբարձրանան, ովքեր իրանց են դրել ծառայության մեջ եւ ասում է շատերին կմոլորեցնեն, ովքեր են այդ շատերը։ Հենց այս առաջի խոսքում որ ասում է, այն մարդիկ, ովքեր կվիրավորվեն եւ իրանց մեջ ատելություն կունենան։ Այսինքն այս երկու խոսքերը իրար շատ կապված է։ Վերջի ժամանակներում ինչի համար ասում, արդյոք հին դարերում եւ հին ժամանակներում մարդիկ չէին վիրավորվում իրարից։ Վիրավորվում էին, բայց Աստված Հիսուսը հենց վերջի ժամանակների նշաններից է դնում այս վիրավորվելը եւ ատելությունը, hater-ը ու offense-ը, որովհետեւ սա լինելու է սովորականից շատ։ Այս ժամանակներում, որտեղ որ մենք ապրում ենք։ Եվ դուք դա կտեսնեք ամենուր։ Social media-ով երբ որ մենք տեսնում ենք պրոպագանդայա hate-ը։ Բացում ենք լուրերը, պրոպագանդայա hate-ը։ Մարդը բողոքում է կառավարությունից, ընտանիքից, վիրավորված է ինչ-որ մի մարդուց, վիրավորված է մի եկեղեցուց, մի հովիվից, մի ծառայողից, բարեկամից կապ չունի, բայց մենք տեսնում ենք վիրավորանքը հիմա այդ offense-ը ամենուր է մեր շուրջը։ Եվ այստեղ Հիսուսը զգուշացում ասում է վերջի օրերում շատերը կվիրավորվեն եւ այդ վիրավորվելը այդտեղ չի կանգնի։ Վիրավորվելը կտարածվի եւ դա կբերի ատելությանը, hate-ին կբերի։ Ու ասում է անօրենության, այսինքն այդ մեղքի պատճառով շատերի սերը կսառի, այսինքն այդ hate-ն ու ատելությունը հենց սերը սառեցնելու է մարդկանց մեջ։ Բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Մենք մի պատմություն ենք տեսնում հին կտակարանում ծննդոցի մեջ Կայենի եւ Աբելի մասին, երկու եղբայրներ։ Աբելը եղբայրներից մեկը Աստծո առաջ զոհ է բերում, Աստծուն ընդունելի Աստծո ուզած զոհն է բերում, Աստված տեսնում եւ ընդունում է եւ հավանում է Աբելի զոհը, sacrifice-ը։ Եվ նաեւ տեսնում ենք իր եղբորը Կայենը։ Կայենը նույնպես տեսնում է Աբելը, որ զոհ անում եւ Աստված հավանում է, ինքն էլ ուզում Աստծուն զոհ բերի, բայց չի հարցնում Աստծուն ինչպես sacrifice Աստված ուզում։ Եվ ինքը իր ուժերով, իր որոշած ձևով հավաքում է իր ջանքը, իր աշխատածը, իր պտուղները, ոնց որ իր դաշտի ինչ որ ինքը աշխատել, ցանել, դա հավաքում եւ բերում Աստծո առաջ եւ
Այն չէր ինչ որ Աստված ուզում էր, եւ Աստված ասում է Կայենին չհավանեց եւ իր զոհն էլ չհավանեց։ Եվ կարդանք Ծննդոցի մեջ, որ գրված է 4-րդ գլխի մեջ, ասում է, բայց Կայենին եւ նրա ընծային Տերը չնայեց, եւ Կայենը շատ բարկացավ եւ երեսը կախեց։ Եվ Տերը Կայենին ասեց. Ինչու ես բարկացել եւ ինչու ես երեսդ կախել, չէ՞ որ եթե բարի լինես, կբարձրանաս, բայց եթե բարի չլինես, մեղքը դռան մոտ պառկած է եւ նա քեզ է փափագում, բայց դու իշխիր նրա վրա։ Ովքեր ուզում են կարող են այստեղ անգլերեն կարդալ, բայց շատ կարևոր է այս խոսքը եւ շատ կապված է ինչ որ այսօր իմ թեման խոսում եմ։ Ինչ է կատարվում այստեղ։ Կայենը, երբ որ զոհը բերում Աստծուն, Աստված չի հավանում, եւ Կայենը դրանից բարկանում է եւ իր երեսը կախում է, վիրավորվում է։ Եվ Տերը Կայենին ասում է. ինչի համար ես բարկացել։ Չէ՞ որ եթե բարի լինես կբարձրանաս, բայց եթե բարի չլինես, մեղքը դռան մոտ պառկած է։ Այսինքն Աստված տեղ մի բան է ցույց տալիս։ Երբ որ մարդ իր մեջ բարկություն եւ վիրավորանք է տեղ տալիս, ինքը դուռ է բացում, որ այդ դուռը պետք է փակ լիներ։ Եվ երբ որ դուռ է բացում, այդտեղ կա մեղքը։ Եվ դա այնտեղ ուղակի դրած չի, այդ մեղքը սկսում է փափագել, այդ մեղքը սկսում է գալ դեպի այդ մարդուն, ով որ վիրավորանքի մեջ է գտնվում։ Ասում են մեղքը դռան մոտ պառկած եւ նա քեզ է փափագում, բայց դու իշխիր դրա վրա։ Այսինքն եթե մարդը բարկանում եւ ատելություն անում, դա դրանով չի վերջանում։ Ժամանակի ընթացքում այդ ատելությունը, այդ հեյթը իր մեջ աճում է, մինչև դա հասնում է մեկ այլ մեղքի։ Ուրիշ բաներ է սկսում, ուրիշ մեղքեր են սկսում իր կյանքում գալ։ Եվ քրիստոնյան տանջվում եւ աղոտ քարում ասում է Տեր, ես ինչ մեղքեր է, ինչի եմ նորից ալկոհոլին գնացել, ինչի եմ նորից դրագներին գնացել, ինչի համար եմ նորից այսքան աղքատություն գալի իմ կյանքում, ինչի է սենց տարատեսակ սխալ բաներ։ Եվ ինքը մոռացել է, որ իր մեջ կա offense, վիրավորանք եւ hate, ատելություն, որ ինքը մոռացել է միգուցե դրա մասին եւ թաքուն ծածուկ տեղ է մնացել եւ դրա պատճառով դուռ է բացվել ուրիշ սխալ մեղքերին ու դրանք եկել են այդ կյանքում աղոտ քանում ու ոչ մի բան չի փոխվում։ Հակառակվում է սատանային եւ չի փախշում սատանան, չի թողում այդ մեղքը։ Որովհետեւ Աստված իր խոսքում ասում է, երբ որ դու առաջինը խոնարհվես Աստծո առաջ, այդ ժամանակ դու կարող ես հակառակվել սատանային եւ նա քեզանից կփախչի։ Ու Աստված մեզ ընտրություն է տալիս, ինչպես ընտրություն տվեց Կայենին, ասեց ինչի ես երեսդ կախել, այսինքն ինչի ես սխալ ընտրություն արել։ Եթե դու բարի լինես, այսինքն եթե դու այդ վիրավորանքն ու offense-ը բաց թողնես, հանձնես Աստծուն, դու կբարձրանաս։ Մենք ստեղ տեսնում ենք խոստում Աստծո կողմից, promise ենք տեսնում Աստծո կողմից, որ եթե մենք վիրավորանքին, offense-ին հակառակվենք, hate-ին հակառակվենք, Աստված մեզ կբարձրացնի։ Հենց սա է Աստծո խոսքն ասում։ Բայց եթե ոչ, դա այդտեղ չի կանգնի, ավելի կխորանա եւ ուրիշ մեղքերը մեր կյանքում կլինեն։ Բայց մենք տեսնում ենք այս պատմության մեջ, որ Կայենը մնաց իր սխալ ընտրության մեջ եւ այդ վիրավորանքը աճեց եւ վերջի վերջո դա բերեց մեղքի եւ ինքը սպանեց իր եղբորը։ Առակաց 18:19 ասում է. վիրավորված եղբայրը, offended եղբայրը ամուր քաղաքից պինդ է։ Սա առակացում մեջ է գրված եւ առակացը մենք գիտենք, որ Սողոմոն թագավորն է գրել։ Սողոմոն թագավորը ամուր քաղաք ասելով ինքը հենց նկատի ուներ իր ժամանակվա ամուր քաղաքը։ Ինչպիսին էր Սողոմոն թագավորի ամուր քաղաքը այդ ժամանակվա։ Պարիսպներով շրջափատված, պատեր էր։ Ամեն մի քաղաք իրան ժամանակ, որ համարվում էր ուժեղ եւ որ թշնամիները իրան չեն կարող հաղթել, պատճառը եւ բանալին նա էր, որ ինքը ամբողջովին պատված էր պարիսպներով եւ պատերով։ Եվ այս համեմատությունը Սողոմոն թագավորը ասում է, այն մարդը ու հետաքրքիր է, որ օգտագործում է եղբայրը, որտեղ շատ անգամ մոտիկ մարդիկ ավելի շատ են իրարից վիրավորվում։ Ասում է, այն եղբայրը, որ վիրավորված է, ամուր քաղաքից էլ պինդ է։ Ինչ ասա նշանակում, որ երբ որ մարդ վիրավորվում է, offense է տեղ տալիս, ինքը իր սրտի մեջ պատեր է, պատերով շրջապակում է իրան, պարիսպներով փակում է իրան։ Եվ բլոկ է դնում այդ մարդու դիմացումից, որ ինքը նեղացել է։ Մի պատմություն օրինակ նայենք Աբիսողոմի եւ Ամնոնի կյանքից։
երկու եղբայրներ նորից, ովքեր Դավիթ թագավորի տղաներն են, եւ Ամնոնը մեծ եղբայրը չարություն է գործում փոքր եղբոր քրոջ հանդեպ եւ փոքր եղբայրը շատ ուժեղ չարանում է։ Այս խոսքը, այս տեղը պատմությունը գրած է երկրորդ թագավորաց 13 գլխում, եթե ուզում եք կարող եք հետո կարդալ։ Եվ ասում է. Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ, ոչ վատ եւ ոչ լավ, որովհետեւ Աբիսողոմը ատում էր Ամնոնին։ Այս խոսքը ես մի բան մտածում եմ, ինչի համար է հենց Աստված օգտագործում ասում ոչ վատ եւ ոչ լավ, ընդհանրապես չէր շփվում։ Ու դրա result-ը էր, որ ինքը ատում էր, որովհետեւ ինքը իր ներսում պատեր էր դրել եւ պարիսպներ էր դրել իր եղբոր հանդեպ։ Այսինքն հնարավորություն չկար, եթե նույնիսկ իր մեծ եղբայրը գար իր առաջ ապաշխարեր, ինքը չէր ներելու։ Եվ դա հանգեցրեց նրան, որ ինքը 2 տարի հետո այդ ատելությունը աճեց եւ նա նույնպես սպանեց իր եղբորը։ Հիմա մեկը կմտածի եւ կհարցնի. ինչ աներ այս եղբայրը, որ այդ մեծ չարություն էր գործել իր դեմ։ Նա ես մտածում եի շատ ընտրություններ ուներ։ Առաջինը նա կարող էր հենց գնալ իր հորը Դավիթ թագավորին պատմեր եւ օգնություն խնդրեր եւ Աստծուց իրանք ճիշտ որոշում գտնեին այս հարցի շուրջ։ Բայց Աբիսողոմը Կայենի նման սխալ ընտրություն արեց, սխալ դուռ բացեց, իր ներսը թողեց այդ ատելությունը, հեյթը, ու դա ժամանակի ընթացքում աճեց ու բերեց մեծ մեղքի։ Եվ շարունակությունը, որ մենք կարդում ենք այս տղայի կյանքը, Աբիսողոմի կյանքը, այդ ատելությունը սպանությունից հետո կանգ չառավ, ինքը դարձավ այս տղայի բնավորության մասնիկը։ Ինքը արդեն գնաց, փախավ, ինչ որ ժամանակ հետո հետ եկավ, տարիների ընթացքում այդ մեղքը գնալով ուժեղացավ եւ սկսեց տարածվել իր հոր հանդեպ, ատելություն իր հոր հանդեպ, ընտանիքի հանդեպ, ու ինքը արդեն փորձում էր ով իր դեմը կանգնում է սպանել։ Ինքը ամբողջովին խավարի մեջ գնաց, արդեն ամբողջովին կորցրեց Աստծուն։ Որովհետեւ Աստծո խոսքը մենք կնայենք, որ ասում է, այն մարդը, որ ատում է, ինքը խավարի մեջ է քայլում։ Ինքը լույս չունի եւ լույսը իր համար փակված է։ Որովհետև Աստված լույս է եւ երբ որ մարդը վիրավորվում է եւ ինքը խավարի մեջ է մտնում, ինքը լույսը Աստծուն փակում է իր կյանքից։ Եվ այսպես եղավ, երբ որ Աբիսողոմը ամբողջովին իր բնավորությունը դարավ ատելություն եւ ինքը վերջիվերջո ինքը իրան կործանեց։ Ինքը մահացավ։ Ինչ փոս որ փորել էր, այդ փոսի մեջ ընկավ։ Եվ իրականում շատ ցավալի դեպք է, որովհետև շատ հնարավոր էր, որ Աբիսողոմը հենց դառնար թագավոր, եթե ինքը ճիշտ որոշում կայացներ։ Եթե ինքը ճիշտ որոշում կայացներ, Աստված իրան կբարձրացներ, ոնց որ մենք նայեցինք, Աստված խոստանում այն մարդուն, ով որ վիրավորանքը կողքի է դնում եւ ճիշտ ընտրություն անում, Աստված իրան կբարձրացնի եւ կզորացնի, որը մենք օրինակով կնայենք Դավիթի կյանքից, բայց մինչեւ Դավիթի կյանքին նայելը մի բան եմ ուզում նաեւ հասկանանք, որովհետեւ շատերի հետ խոսալով եւ շփվելով միշտ ինձ այս հարցն են տալիս քրիստոնյաները, եթե ինչ-որ մեկը քո հանդեպ չարություն եւ վատությունով է քո հանդեպ վարվում, ինչ անել։ Արդյոք ներել եւ նորից գնալ իրանց հետ շփվել։ Մենք պետք է այս հարցի պատասխանը շատ հստակ իմանանք, որովհետեւ շատ քրիստոնյաներ սա չիմանալով ընկնում են անընդհատ հարվածի եւ ճնշումների մեջ։ Եթե ինչ-որ մեկը քո հանդեպ անարդար է վարվել, եւ քո հանդեպ սխալ ավարվել ու վատություն ա քեզ արել, դու պետք է դա բերես Աստծու առաջ, դու անպայման չի նորից գնաս այդ մարդու հետ շփվես, դու պետք է նախ առաջինը համոզված լինես, դու քո կողմից արդար ես թե ոչ, դու քո կողմից ինչ-որ սխալ արել ես թե ոչ, եթե ոչ, դու բերում ես դա Աստծու առաջ, ասում ես Տեր, ես սա քեզ եմ հանձնում, միգուցե դու որոշում ես դիստանցիա դնես այդ մարդու հետ չշփվես, դա քո որոշումն է եւ շատ անգամ դա իմաստուն որոշում է։ Դու չես գնում նորից իր հետ ընկերանում, բարեկամանում, որովհետեւ նորից այդ հարվածը կարող է գալ։ Այո, ներում ես դու ամբողջովին եւ դու պարտավոր ես դա ներել, որովհետեւ Աստծո խոսքը Հիսուսը ասում է. ինչպես որ դու ես ներում, այնպես էլ Հիսուսն է քեզ ներում։ Սա մենք շատ խորը պետք է գիտակցենք, ինչպես մենք մարդկանց ներենք, այդպես էլ Աստված է մեզ ներելու։ Եթե մենք ատելություն եւ վիրավորանք պահենք, շատ հնարավոր է, որ լիքը բաներ մենք ապաշխարենք եւ մենք չներվենք այդ դրանցից։ Ամեն։
Դրա համար երբ որ այդ տեսակ բաներ ա լինում, մենք ուղղակի պետք է հանձնենք դա Աստծուն, ասենք Տեր, ես ներում եմ, անպայման չի գնամ նորից այդ մարդու հետ շփվեմ, բայց մյուս բանը շատ կարևոր, որ քո սրտի մեջ դու պատեր չես դնում այդ մարդու նկատմամբ։ Դու քո սրտում բլոկ չես անում, ոնց որ Աբիսողոմը իր եղբոր առաջ բլոկ արեց իր սիրտը։ Դու բաց ես, եթե այդ մարդը գա ապաշխարի, դու հնարավորություն կտաս, որ ինքը ունենա այդ շանսը ապաշխարելու։ Որովհետև երբ որ ինքը քո առաջ ապաշխարի, ինքը նաև կարող է Տիրոջ առաջ ապաշխարել եւ ընդունվել Աստծուց։ Սա շատ կարևոր է։ Ամեն։ Եվ մենք պետք է օրհնենք եւ աղոթենք այս տեսակ մարդկանց համար։ Սա դժվար է, այո, շատ դժվար է։ Եթե մեկը քո հանդեպ անարդար է վարվում, եւ դու պետք է իր համար աղոթես եւ ներես, սա շատ դժվար քայլ է, բայց գիտես, Աստծո խոսքն ասում է, որ ուժեղներն են մտնելու Աստծո արքայությունը։ Սա պետք է մեզ մոտիվացնի եւ encourage անի, որովհետեւ շատ բաներ ասում ենք, ոնց կարելի է ասենց լինի, ոնց է հնարավոր։ Այո, Աստծո հոգով ամեն բան հնարավոր է։ Սուրբ Հոգին է մեր մեջ ապրում, նա մեզ օգնում է։ Եվ ուժեղներն են մտնելու, ճիշտ որոշում կայացնողներն են մտնելու Աստծո արքայություն, ամեն։ Դրա համար մենք հովիվը կարդաց նախանցյալ կիրակի Ղուկաս 6-րդ գլխի 27-28 խոսքերը, որ ասում եմ. բայց ձեզ, որ լսում եք, Հիսուսն ասում եմ, սիրեք ձեր թշնամիներին, բարի արեք ձեզ ատողներին, օրհնեք ձեզ անիծողներին, աղոթ կարեք ձեզ նեղացնողների համար։ Օրհնելով եւ ներելով դու քեզ կազատես ատելության այդ հեյթի բեռից, ծանրությունից, եւ դա տանջանք է։ Եվ Հիսուսը այստեղ սովորացնում է, որ ամեն ինչ սկսում է ներսից, ինչպես որ հին ժամանակ Մովսեսի ժամանակ, մինչև որ ինչ որ մի մեղք կգործվեր, այդ ժամանակ նոր կասեին սա մեղք է եւ մարդուն ինչ որ դատաստան կանեին։ Հիսուսը եկավ եւ ասեց ամեն ինչ սկսում է մարդու ներսից։ Եվ ասում է, եթե դու քո թշնամուն, եթե դու քո ինչ որ մեկը որ քեզ ատում է եւ սխալ բան անում, դու իրան ներես եւ քո մտքի մեջ օրհնես, չի ասում գնաս նորից հետ ընկերություն անես, բայց դու բաց թողնես այդ մարդուն, դու էլ այդ մեղքին չես մոտենա, այսինքն դու էլ այդ գործը մեղքը չես գործի, ատելություն էլ չի հասնի, բանը նրան չի հասնի, այսինքն քո ներսը եւ քո մոտիվները, եթե դու միշտ մաքուր պահես, Աստված քեզ կբարձրացնի եւ չի թողնի, որ դու ավելի խորանաս եւ մեղքին կպնես, ամեն։ Եվ Նաև մի օրինակ եմ ուզում բերեմ, որովհետև երկու օրինակ բերեցի 5 կտակարանից, որ նայեցինք եղբայրներին, Կայենին եւ Աբելին, նայեցինք Աբիսողոմին եւ Ամնոնին եւ երկուսն էլ սխալ ընտրություն կատարեցին։ Հիմա ուզում օրինակ բերեմ մի մարդուն, ով որ ճիշտ ընտրություն կատարեց եւ օրինակ բերեմ Դավիթ թագավորի կյանքից։ Գիտեք, Դավիթ թագավորը շատ ատողներ ուներ ու շատ մարդիկ, ովքեր իրան հալածում էին ու իր վատն էին ուզում։ Ու մենք ինչքան կարդում ենք Դավիթ թագավորի մասին, ինքը անընդհատ այս խնդիրները բերում է Աստծո առաջ ու ասում է. Տեր Աստված, դու ես տեսնում ես թշնամիներին, դու ես տեսնում ես մարդիկ, որ ինձ դեմ են ու ինձ ատում են, եւ ես աղոթք եմ անում, քեզ եմ հասնում եւ օրհնում եմ, եւ դու պատասխան տու։ Եվ ինչքան մենք տեսնում ենք Դավիթ թագավորը անընդհատ բարձրանում է եւ Աստվածա պատերազմում իր պատերազմները։ Ինչքանով ենք մենք ուզում, որ Աստված պատերազմի մեր պատերազմները։ Մենք պետք է դա թույլ տանք։ Ոչ թե մենք մեր ձեռքը վերցնենք դատաստանը, ոնց որ ասած Աբիսողոմը իր ձեռքը վերցրեց եւ ինքը վերջում կործանվեց։ Մենք պետք է դա հանձնենք Աստծուն։ Ամեն, մենք դա պետք է գիտակցենք, որ Տերը եթե մեր կողմից է, ոչ մեկ չի կարող մեզ հակառակ լինել։ Եվ Դավիթ թագավորը մենք նայում ենք մի օրինակ, երբ որ ինքը դեռ Սավուղից փախնում էր, Սավուղ թագավոր ուզում էր իրան սպաներ, ինքը ապրում էր Սիկելա քաղաքում, որտեղ որ ոնց որ ասած իր ընտանիքով, իր զորավարներով ապրում էր եւ այնտեղ էր ոնց որ պահկվում հայտ էր անում Սավուղից։ Եվ մի ժամանակ եղավ, երբ որ ինքը իր զորավարների հետ գնաց պատերազմի, թողեց այդ քաղաքում իր ընտանիքը, երեխեքին, բոլոր զորավարների երեխեքին, բոլորին թողեցին այնտեղ եւ իրան գնացին պատերազմի։ Երբ որ պատերազմից իրանք հետ եկան, տեսան դատարկություն։ Եկել են թշնամիները, ամաղեկացիները եկել էին, հավաքել էին բոլորին, տարել էին գերի, հոստեջ տարել էին։ Եվ ասում եմ, երբ որ եկան ու տեսան, որ բոլորին տարել են, դե իրանք չգիտեին, որ գերի էին տարել, բայց իրանք տեսան, որ դատարկությունն է, ոչ մի բան չկա, միգուցե սպանել էին։ Երբ որ սա տեսան, ասում եմ, ամբողջ
Ժողովուրդը սկսեց լաց լինել, ամբողջ զորավորները ընկան, մինչև որ իրանց վրա ուժ չմնաց։ Եվ այն աստիճանի ահավոր էր դա, որ այստեղ գրված է առաջի թագավորած 30 գլխի մեջ է ասում, եւ Դավիթը մեծ տագնապի մեջ էր, փանիկի մեջ էր ինքը ահավոր ձևի, որովհետեւ ժողովուրդը նրան ուզում էր քարկոծել։ Ժողովուրդը, երբ որ տեսան իրանց ընտանիքները էլ չկան, ֆրացին ուզեցին Դավիթին սպանեին։ Այստեղ Դավիթի իրավիճակը շատ բարդ ու ծանր էր, ինքը կարող էր չարանալ, հակառակվել, փախնել միգուցե, ատել, բայց ինչ արեց Դավիթ, ասում է, Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։ Դավիթ զորացավ իր Տեր Աստծով, մենք նայում ենք, բայց ինքը Սաղմոսների եւ աղոթքների մեջ տեսնում ենք, որ Դավիթը գալիս է իր Աստծուն, ասում է, Տեր, այսքան թշնամի է իմ դեմը եկել, դու օգնիր ինձ, դու տուր ինձ ազատություն, դու ինձ զորացրու։ Եվ ինքը երբ որ այս բանը անում է, Աստված է իրան ճեղքում բերում, Աստված իրան ասում է ինչ քայլ անի, որ ինքը հաղթանակ ունենա։ Աստված հրաշք ձևով խոսում է Դավիթին եւ Դավիթը լուծումը գտնում է, գնում է, հասնում է այդ մարդկանց թշնամիներին եւ ամբողջ ընտանիքը հետ է բերում։ Սա հենց այն ճիշտ ընտրության օրինակն է, որ երբ որ քրիստոնյա մարդը դժվարության է հանդիպում եւ վիրավորանքին եւ ատելության, որ եթե հնարավոր է ինքը կարող էր իր ձեռքով իր վրեժն առնել, revenge աներ, ինքը որոշում է ճիշտ ընտրություն կայացնի, Աստծուն հանձնի եւ Աստված այդ ժամանակ իրան բարձրացնում է։ Եվ երբ որ նայում ենք Դավիթի կյանքը, Աստված շատ բարձրացրեց Դավիթին։ Շատ զորավոր թագավոր դարձրեց Դավիթին դրա պատճառով, իր հրաշալի ընտրությունների պատճառով, որոնք որ դժվար էին, բայց ինքը դա արեց, որովհետև Աստված իր հետ էր։ Եվ ինքը իր հույսը դրել էր Աստծո վրա, ամեն։ Եվ մենք նաև կարող ենք տեսնել Երեմիա 17, որ Աստված ասում է. «Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում եւ Տերն է նրա հույսը, նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ։ Նա իր արմատները կձգի գետի մոտով եւ չի տեսնի տաքություն եկած ժամանակ, այլ նրա տերևները կանաչ կլինի եւ երաշտ տարին նա չի վախենա եւ չի դադարի պտուղ տալուց»։ Աստված ասում է եւ խոստանում է, որ օրհնյալ կլինի այդ մարդը, որ Տիրոջն է ապավինում։ Ապավինելը հենց այս իրավիճակի մեջ շատ կարեւոր է։ Երբ որ մարդը ինչ որ քեզ վատություն անում, դու դա ապավինի Տիրոջը հանձնի իրան, չես գնում նորից ընկերություն անում, բայց դու չես վիրավորում եւ ատելության տեղ չես տալի, ամեն, եւ Տերը կլինի քո պաշտպանը եւ Տերը կպատերազմի քո պատերազմը եւ Տերը ինքը քեզ կբարձրացնի ամենքի առջև։ Փառք Տիրոջ, եւ նաեւ ուզում եմ կարդանք առաջի Հովհաննես 2:7-11, որ Հովհաննես առաքյալը գրում է. «Եղբայրներ, ոչ թե մի նոր պատվիրանք եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանք, որ սկզբից ունեիք, եւ հին պատվիրանքն այս խոսքն է, որ լսեցիք սկզբից։ Դարձյալ նոր պատվիրանք եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրանում եւ ձեզանում, որ խավարն անցնում է եւ ճշմարիտ լույսն արդեն երևում է»։ Այստեղ առաքյալը գրում ասում է, որ հին եւ նոր, այսինքն համ հին կտակարան, համ նոր կտակարան, սա նույն պատվիրանն է, որ խավարն անցնում է եւ ճշմարիտ լույսն արդեն երևում է, ով որ ասում է, թե լույսի մեջ է եւ իր եղբորն ատում է, մինչեւ հիմա խավարի մեջ է։ Նա, որ իր եղբորը սիրում է, լույսի մեջ է մնում եւ գայթակղություն չկա նրանում։ Բայց նա, որ իր եղբորն ատում է, խավարումն է եւ խավարի մեջ է ման գալիս եւ չգիտի, թե ուր է գնում, որովհետեւ խավարը կուրացրեց նրա աչքերը։ Լիքը քրիստոնյաներ, եթե գալիս են եկեղեցի, մտածում են, թե լույսի մեջ են, բայց իրանց մեջ ունեն ատելություն, իրանք կարող է մոռացած լինեն դրա մասին, կողքի դրած լինեն դա, սրտի մեջ պահած լինեն, մոռացած լինեն դրա մասին, ու իրանք մտածում են, թե լույսի մեջ են, Աստծո հետ են, բայց Աստծո խոսքն ասում է, դա խավարի մեջ են։ Մինչև որ դու հարցերը չլուծես այդ ատելության, վիրավորանքի հարցերը չլուծես, դու ամբողջովին չես կարող լույսի մեջ լինել։ Սա հիշեցում է մեր համար, որովհետև մենք չենք ուզում, որ ամբողջ կյանք գանք եկեղեցի Աստծուն սիրենք եւ ինչ որ փոքր վիրավորանքի պատճառով Աստված մեզ մերժի։ Եվ ասում է, բայց նա իր եղբորն ատում է, խավարում է, խավարի մեջ է գալի եւ չգիտի ուր է գնում, որովհետեւ խավարը կուրացրեց նրա աչքերը։ Խավարը կուրացնում է մարդու աչքերը։ Այսինքն այդ մարդը խաբված է լինում։ Չի հասկանում, ինչի համար է իր կյանքում այս տեսակ բաներ կատարվում։ Չի հասկանում, ինչի համար է մոլորվում եւ ինքը չի կարող իմանալ, որ ինքը մոլորված է, որովհետեւ ինքը կուրացված վիճակի մեջ է գտնվում։
Դրա համար շատ կարևոր է, որ ասում եմ, մենք գանք Տիրոջ առաջ, բերենք մեր սրտերը, մենք այն ժամանակ էլ նախանցած Կիրակի աղոտ քարեցինք եւ մեր մեջ ասենք ներում ենք իրար ոնց որ հատատվեցինք, ընդունեցինք դա եւ ես ուզում եի նորից այս խոսքի մեջ մի քիչ էլի շարունակեի եւ ասեի, որ շատ կարեւոր է, որ մեր մեջ ոչ մի ծածուկ, ոչ մի թաքուն ատելություն եւ վիրավորանք չթողնենք ոչ մեկի հանդեպ, որովհետեւ սա կլինի stumble, չէ, այդ բառը սայթաքելու առիթ։ Սա կլինի մի առիթ, որ մենք չենք իմանա, որ սխալ դռներ կբացեն եւ քրիստոնյան կարող է հանգիստ սայթաքի ընկնի, մոլորվի։ Ամեն։ Եկեք աղոտ քանենք։ Փառք Տեր Աստված քո խոսքի համար եւ մենք մեր սրտերը քո առջև ենք բերում։ Տեր, ես աղոթք եմ անում այսօր, իմ աղոթքն է, որ դու լույս բերես, լույսի մեջ բերես մեր սրտերը, որովհետև դու ասում ես, որ այո, մենք պետք է մեր անձերը քննենք, մենք պետք է մեր անձերը examine անենք, բայց նաև Աստված էլ է մեր անձերը examine անում, մեր Աստված էլ է մեր անձերը քննում։ Ու ինքը կարող է բաներ տեսնում, որ մենք դեռ չենք տեսնում կամ մոռացել ենք դրանց մասին։ Տեր իմ Աստված, կապ չունի ինչքան տարիներ են անցել, ինչքան ժամանակ անցել։ Եթե մեր մեջ ծածուկ վիրավորանք է մնացել, խնդրում եմ լույս բեր դա։ Թող մեր հայացքների առջև գա դա Տեր։ Ամեն վիրավորանք եւ ամեն տեսակ ատելություն, դա կլինի մոռացված տարիների ընթացքում անցած, բայց դեռ մնացած մեր մեջ։ Տեր Աստված, խնդրում ենք բացիր դա մեր մեջ, մեր հոգու մեջ բացիր, քո լույսը թող գա եւ մենք ապաշխարում ենք Հիսուսի անունով։ Մենք որոշում ենք ճիշտ ընտրություն կայացնել, հեռացնել վիրավորանքը, մենք որոշում ենք փակել այդ դուռը, որ բացվել էր միգուցե, փակել մեղքի դուռը եւ հակառակվում ենք Հիսուսի անունով չարի ամեն մտքերին, ամեն վիրավորվածության, ամեն սխալ ատելության մտքերին Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ մենք աղոթք ենք անում, որ Հիսուս Քրիստոսի սուրբ արյունը մեզ ամբողջովին մաքրի, ամբողջովին մեզ լվա, սրբի Հիսուսի անունով եւ մենք շարունակենք մեր հոգեվոր քայլը սրբության մեջ, շարունակենք մեր հոգեվոր քայլը լույսի մեջ, որովհետեւ մենք կոչված ենք լույսի որդիներ եւ զավակներ, մենք որոշում ենք կայացնում Հիսուսի անունով հեռացնել մեր կյանքից ամեն խավարը, հալելույա, Հիսուս Քրիստոսի անունով, եւ Տերը մեզ այդ կարողությունը տվել է Հիսուսի զոհի պատճառով, մենք ունենք այդ կարողությունը Սուրբ Հոգին, եւ մենք ուժեղ ենք, որովհետեւ դա դժվար որոշում կլինի թե հեշտ, մենք ուժեղ ենք Հիսուսի անունով, ասա ես ուժեղ եմ Հիսուսով եւ որոշում եմ մոռանալ ու ներել Հիսուսի անունով։ Փառք Տիրոջը։ Եկեք երգենք Տիրոջը նորից, փառաբանենք իրան, փառք տանք Հիսուսին եւ ուշադիր լինենք մեր կյանքի մեջ, ամեն։